Վարպետության դասերի շարք, Լուդուկ Ան։ Մեր երկրում շատ են տաղանդավոր երեխաները, բայց երկրի առաջխաղացման և զարգացման համար ոչ միայն պետք է գտնել այդ երեխաներին, այլև խթան հանդիսանալ նրանց տաղանդը զարգացնելու և նրանց համար մասնագիտական ուղի հարթելու համար։ Հենց այս գաղափարը հասկանալով և որդեգրելով աշխարհահռչակ դաշնակահար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը հիմնեց մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը։ Եվ հենց այս գաղափարի կարևորությունն էլ հասկանալով և կիսելով Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակիցը դարձավ այս ծրագրի, հնարավորություն տալով շնորհալի և տաղանդավոր պատանի ու երիտասարդ երաժիշտներին ձեռք բերելու նորանոր հմտություններ և գաղտնիքներ իրենց մասնագիտության մեջ։ Այս ծրագիրը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր տաղանդներին հայտնաբերել, բացահայտել ամբողջ հանրապետությունում իմիջիայլոց, ցանկացած գյուղում, ցանկացած քաղաքում եւ հայտնաբերելուց հետո իրենց ուղեկցենք կրթական ծրագրերով սովորեցնելու վարպետաց դասերի միջոցով ուղեկցենք միջև արհեստավարժ, ուղեկցենք միջև ուրեմն պրոֆեսիոնալ դաշտ։ Այս ծրագիրը ստեղծվել է հայ ականավոր դաշնակահար Արմեն Բաբախանյանի նախաձեռնությամբ, մեծ նշանակություն տալով երաժշտական կատարողական արվեստին, Հայաստանի կառավարությունը իդեմս մշակույթի նախարարության 2014 թվականին ստեղծեց մի նոր ծրագիր, հետագայում անունը արդեն կարճ դառավ մեկնարկ, պատանի երաժիշտ կատարողների տաղանդի զարգացման նպատակային ծրագիր։ Այդ ծրագրում ընդգրկված են 3 մասնագիտություններ՝ դաշնամուր, ջութակ և թավջութակ, 15 շնորհալի պատանիների համար։ Շրջում էի Հայաստանով, այսինքն մարզերով, տարբեր երաժշտական դպրոցներով և ես լսում էի շատ մեծ քանակությամբ տաղանդներ, որոնք միանշանակ ունեին կարիք ավելի պրոֆեսիոնալ ձեռքերի և դրա համար մենք ստեղծեցինք թիմ, պրոֆեսիոնալ թիմ, անշուշտ արել լսումներ, շատ մեծ քանակությամբ հայտեր էր և ընտրվել է 15 երիտասարդ երաժիշտ կատարողներ այս 3 մասնագիտությամբ, որոնք և այսինքն սկսել են կրթվել, բացի իրենց դասախոսներից, իրենց հետ սկսել են աշխատել մեր խորհրդատու մասնագետները, հրավիրյալ մասնագետները, և դա այսինքն եղել է շատ մեծ և կարևոր ինձ թվում է օգնություն երեխաներին, որպեսզի նրանք անընդհատ կարողանան զարգանան ճիշտ ուղղության մեջ։ Կարևոր կետերից մեկը դա կրթական հատվածն է, այսինքն բացահայտելուց հետո մենք կրթական մի ամբողջ մեթոդաբանություն ենք ներդնում և դա ոչ թե ուղղակի պրոցես է, այլ շատ թիրախավորված, անձնավորված ու անհատական մոտեցմամբ։ Այսինքն ցանկացած երեխա, ցանկացած տաղանդ ունի իր ուրեմն միջավայրը, ունի իր տեսադաշտը, ունի իր մտածելակերպը և ամենտեղ պետք է հստակ թիրախավորված ուրեմն կրթություն, կրթական ծրագիր լինի։ Եվ ունենք դա։ Ծրագրի կարևոր մասն է կազմում վարպետության դասերի շարքը, ինչպես մեր երկրի, այնպես էլ արտերկրի լավագույն երաժիշտ մասնագետների հետ։ Աշխատելով տաղանդավոր երեխաների կատարողական արվեստի վարպետության վրա և բացելով նրանց առաջ նոր հմտության գաղտնիքներ։ Որպես գեղարվեստական ղեկավար միշտ կարևորել եմ արտասահմանյան մասնագետների ներդրումը։ Ես կարող եմ բացատրել անշուշտ ինչու, որովհետև այժմ երաժշտությունը բավականին ինտեգրացված է, կան տարբեր դպրոցներ, և որպեսզի երեխան ստեղծի ճիշտ պատկեր, նա պիտի ստանա նոր ինֆորմացիա, ուրիշ ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան կրում են պրոֆեսորներ, օրինակ Եվրոպայից, կա գերմանական դպրոց, կա
սկանդինավական դպրոց այժմ, անշուշտ կա չինական դպրոց, հսկայական մեծ կարևորություն է այժմ կա ամերիկյան դպրոց եւ այս բոլոր մանր եւ կարևորագույն բաները մեզ համար պետք է որտեղ երեխաները պետք է հասկանան ինչով է շնչում հիմա աշխարհը եւ այս մարդիկ գալիս են այժմ մենք ունենք այդ հնարավորությունը վարպետաց դասերի միջոցով այդ թվում նաեւ արտասահմանյան մասնագետների միջոցով եւ արտասահմանյան մասնագետները ասելով մենք հասկանում ենք շատ լայն աշխարհագրություն, դա կարող է լինի ասիական երկրներից, դա կարող է լինի Եվրոպայից, այսինքն այստեղ մենք տարբեր տեսակի դպրոցներ ենք ներդնում զարգացման եւ կրթական ծրագրերի մեջ։ Արդեն 5-րդ տարին է ինչ մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրում եմ եւ այս 5 տարվա ընթացքում մեկնարկ ծրագիրը շատ է օգնել եւ աջակցել ինձ ամեն հարցում։ Ես Էլեն Խաչիկյանն եմ, մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ամենահին անդամներից մեկը։ Ծրագրում եմ 2017 թվականից։ Ես շատ ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում եղել եմ այս ծրագրի մի մասնիկը, քանի որ մենք ունեցել ենք շատ համերգներ, թե Երևանում, թե մարզերում, թե երկրից դուրս, եւ դրանից բացի արդեն քանի տարի է ունենում ենք վարպետաց դասեր արտերկրից ժամանած շատ լավ մասնագետների հետ։ Նրանց դասերից հետո ես շատ մեծ փորձ եմ ձեռք բերում եւ հետագայում աշխատելու ընթացքում իրենց խորհուրդները ինձ շատ են պետք գալիս։ Այս անգամ ծրագրի մասնակից երաժիշտ երեխաների հետ իր մասնագիտական վարպետությամբ կիսվեց ու նոր բացահայտումների հնարավորություն տվեց աշխարհահռչակ ու իր սերնդի ամենափայլուն դաշնակահար վիետնամցի Լու Դուկ Անը։ Լու Դուկ Ան Լու Դուկ Անը դաշնամուրի առաջին դասերը ստացել է իր հորից, դոցենտ, վաստակավոր արտիստ Լու Կուան Մինի մոտ։ 2011 թվականին Վիետնամի երաժշտական ազգային ակադեմիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բելգիայի Լիեժի թագավորական կոնսերվատորիայում, այնուհետև Մալմյոյի երաժշտական ակադեմիայում պրոֆեսոր Հանս Պալսոնի մոտ։ Լու Դուկ Անը Վիետնամի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մշտական հյուր մենակատար է։ Որպես մենակատար հանդես է եկել Եվրոպայի եւ Ասիայի մի շարք սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբերի հետ, խոշորագույն երաժշտական բեմերում։ Երաժշտական կարիերայում իր փայլուն հաջողությունների, ինչպես նաև Վիետնամի դասական երաժշտության ոլորտում ունեցած հսկայական ներդրումների համար Հանոյի Գրեփվայնի կողմից ճանաչվել է 2020 թվականի լավագույն արտիստ։ Ակտիվ համերգային գործունեությունից բացի 2018 թվականից նա հանդես է գալիս նաև որպես մանկավարժ, դառնալով Վիետնամի ազգային երաժշտական ակադեմիայի դաշնամուրի ամբիոնի ամենաերիտասարդ դասախոսը։ 2019 թվականին Լու Դուկ Անը համահիմնադրել եւ մինչ օրս ղեկավարում է Ինսպիրտո երաժշտական կենտրոններից մեկը։ I had the pleasure to meet Professor Armen Babakhanian. Ինձ բախտ էր վիճակվել հանդիպել պրոֆեսոր Արմեն Բաբախանյանին մի քանի տարի առաջ։ Իհարկե, ես նրա մասին լսել եմ շատ վաղուց, քանի որ ես նույնպես շատ երիտասարդ եմ եւ երբեմն կարևոր նախագծերից, համերգներից առաջ գնում եմ իր մոտ խորհուրդներ ստանալու։ Այս տարի ինձ համար մեծ պատիվ էր նրանից հրավեր ստանալը, որպեսզի գամ Երևան երիտասարդ երաժիշտների համար նախատեսված նախագծին վարպետության դասեր անցկացնեմ։ Աշխարհահռչակ դաշնակահարը իր մանկավարժին հատուկ հմտությամբ կարողանում էր յուրաքանչյուր պատանի երաժշտին տալ անհատական մոտեցում, խորապես ուսումնասիրելով եւ հասկանալով շնորհալի երեխաների կատարողական արվեստի թույլ եւ ուժեղ կողմերը, մեծ հոգատարությամբ աշխատելով յուրաքանչյուր դետալի վրա։ I had a very interesting week to work with young musicians in Armenia. Ես շատ հետաքրքիր շաբաթ ունեցա Հայաստանում, աշխատելով գրեթե 20 երիտասարդ երաժիշտների հետ, եւ ինձ համար շատ հետաքրքիր փորձառություն էր աշխատել նրանց հետ։ Նրանք տարբեր են ծագումով, կրթությամբ, տարիքով եւ տարբեր ուսուցիչներ ունեն։ Կատարում են հեշտից մինչեւ շատ բարդ գործեր։ Ես շատ զարմացած էի, քանի որ մակարդակը շատ բարձր եւ շատ խոստումնալից էր։ Վստահ եմ, որ ապագայում մենք կտեսնենք եւ կլսենք շատ մեծ հայ դաշնակահարների։ Ինձ համար իսկապես հաճելի էր աշխատել նրանց հետ, մի փոքր օգնել այս հրաշալի դպրոցին։
Այն շատ հին դպրոց է, դաշնամուրային կրթության մեծ ավանդույթներով։ Բոլոր երիտասարդ երաժիշտները եռանդով են մասնակցում վարպետության դասերին, եւ մենք շատ լավ ենք աշխատում միասին։ Բացի այդ, ես մեծ աջակցություն ստացա նրանց ծնողներից եւ ուսուցիչներից, թարգմանելու եւ պարզաբանելու իմ խոսքը։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ ապագայում այստեղ վերադառնալ ու տեսնել, թե ինչպես են նրանք առաջադիմել։ Ավելի հետաքրքիր ստացվեց, որ իր խորհուրդների եւ հետաքրքիր ուղղությունների շնորհիվ, այսպես ասած, ես ավելի լավ հասկացա այդ գործի խորին իմաստը եւ հետագայում կփորձեմ այն վերել կատարյալ տեսքի։ Այն գաղտնիքները, որ նա ինձ ասեց, ես շատ զարմացա, որ կարելի է նման հնարքներով նվագել ու շատ էլ ավելի գեղեցիկ ստացվի տվյալ ստեղծագործությունը եւ հիմա պատրաստվում եմ գնալ տուն եւ մոտիվացված շարունակեմ պարապմունքներս։ Դասային շատ դուր եկավ, շատ օգուտներ տվեց, որը ես անպայման կօգտագործեմ։ Ինձ շատ դուր եկավ իր վարպետության դասը, քանի որ ես սովորեցի նոր բաներ ու ես իմացա ու դրանք կանեմ իմ տունը։ Շատ լավ խորհուրդներ տվեց, շատ հետաքրքիր անցավ, լիքը բան նոր ես սովորեցի, որի վրա մենք ուշադրություն այդքան էլ չէինք դարձրել, եւ հիմա ես ավելի լավ կարող եմ նվագել այդ նյութը։ Օրինակ, կար ստակատոների հատված, որը ես լավ չէի անում, իսկ Լուդուկանը նկատեց դա եւ ուղղեց ինձ։ Ես հասկացել եմ այս դասից, այս որ ինքը ինձ ասեց, բան է։ Ես հասկացել եմ, որ ինձ պետք է բան, այսեն նյուանսով գնալ, այսեն նյուանսով քսել ու հետո բարձրանալ ու հետո էլ իջնել։ Այդ դասում ես հասկացա, որ ես պետք է թույլ, այսեն որ չնվագեմ պին մատերով, բայց պիանո նվագեմ մի սկզբերը։ Ինձ համար միշտ շատ հետաքրքիր է լինել վարպետության դասերի մի մաս, քանի որ ամեն մասնագետի հետ կարելի է սովորել նոր բնույթներ, նոր ելևէջներ եւ գործիքի վրա ստանալ այնպիսի հնչյուններ, այնպիսի ֆրազաներ, որոնք շատ յուրահատուկ կդարձնեն նվագը։ Շատ շնորհակալ եմ մեկնարկ նպատակային ծրագրին այս վարպետաց դասերը կազմակերպելու համար։ Այս վարպետաց դասերը ինձ շատ օգուտ տվեցին։ Մեծ մասը դասերի լսեցի, ինձ վրա շատ լավ տպարություն թողեց նրա համբերատարությունը եւ նրա մանրակրկիտ աշխատանքը, հատկապես ձայնային հարցերի շուրջ։ Այսինքն ավելի շատ էր զբաղվում երաժշտական հարցերով, որպեսզի երեխաները ավելի ներխուժեին բովանդակության մեջ, այլ ոչ թե արագության եւ ինչ-որ տեքստի ուղղակի վերարտադրության։ Ես բազմիցս մասնակցել եմ տարբեր երաժշտական մրցույթների եւ փառատոների եւ մեկնարկի տված փորձառությունը վարպետության դասերի եւ համերգների շնորհիվ շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար, քանի որ ամեն անգամ մեկնարկի վարպետաց դասերից հետո բեմ բարձրանալով համերգ նվագելով դա եւս մի օգնություն է, որ ամեն հաջորդ համերգի ժամանակ կամ մրցույթի ժամանակ ես ինձ ավելի հանգիստ եւ ինքնավստահ զգամ։ Երկրորդ կոմպոնենտը, որ նորից շատ կարևոր է, դա ուղեկցելն է։ Տարբեր ձևերով, համերգների միջոցով, ներկայացումների, մասնակցությունների միջոցով, մրցույթների, արտասահմանյան երկրների միջոցով մենք արդեն իսկ խրախուսում ենք իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը, այսպես կոչված երաժշտության շուկայում։ Դա էլ ոչ պակաս կարևոր մաս է, քանի որ կարող է շատ լավ երաժիշտ լինել, բայց կարիերա չունենալ։ Շատ կարևոր է, որպեսզի քեզ ճանաչեն, շատ կարևոր է փորձառությունը ունենաս դահլիճների, հանդիսատեսի, հասկանալու համար, թե ինչ կողմով կարելի է զարգանալ եւ աշխարհը ուր է գնում, ինչ զարգացումներ է ապրում, լինես աշխարհին համահունչ։ Վարպետության դասերի ավարտից հետո ստացած գիտելիքների լավագույն ամփոփումը եղավ ամփոփի չերթական համերգը, որի ժամանակ շնորհալի պատանի ու երիտասարդ երաժիշտներն իրենց երաժշտական կատարումներով մեծ ոգևորությամբ եւ պատասխանատվությամբ ցուցադրեցին ձեռք բերած հմտությունները երաժշտական աշխարհում։ Նաև շատ շնորհակալ եմ մեկնարկ ծրագրի հիմնադիր Արմեն Բաբախանյանին եւ եղարվեստական ղեկավար Սերգեյ Քեչեկին, ովքեր միշտ իմ կողքին են եղել ամեն հարցում եւ միշտ աջակցել են ինձ։
Նաև այլ բոլոր աջակիցներին, ովքեր կանգնած են մեկնարկ ծրագրի կողքին։